Դուք խոսում էիք եկեղեցու քաղաքականացված լինելու մասին, ինչի մեջ որոշ ուժեր մեղադրում են եկեղեցուն, ես կարող եմ հստակ ասել, որ բոլոր այն հոգևորականները, որոնք անցել են վարչական ռեսուրսի կողմը, ասենք, վարչական ռեսուրսի կողմը, այսինքն իշխող կուսակցության կողմը, ակամայից կուսակցականացվել են եւ եթե իրենք հասնեն իրենց չար նպատակների իրականացմանը, կստացվի, որ ամբողջ եկեղեցին կուսակցականացվեց վերից վար։ Պատկերացնում եք, բայց իհարկե ես լավատես եմ եւ գիտեմ, որ Քրիստոսի եկեղեցուն ոչինչ չի կարող հաղթել, որևէ կուսակցություն, պատմությունը դա ցույց է տվել բազմաթիվ օրինակներով եւ ցավալի է ընդամենը, որ սա բերում է եկեղեցու ներուժի պառակտման, ներուժի տկարացման, գոնե մարդկային մակարդակով, մարդկային ռեսուրսի մակարդակով։ Եվ այսօր բոլոր այն հոգևորականները, որոնք անցել են իշխող ուժի կողմը եւ պաշտպանվում են իշխանական լծակներով, պետական լծակներով, վարչական ռեսուրսով, նրանք անընդհատ այսպես հարթակ են նետում, հանրային հարթակ եւ այդտեղ իր արչի ծառայությունն ունի նաեւ հանրային հեռուստաընկերությունը եւ հատկապես հանրային հեռուստաընկերությունը, որը սնվում է մեր ժողովրդի քաղաքացիների հարկերից, նրանք հրաշալի օգտագործում են այդ հարթակը մեկը մեկից անհավանական եւ ստահոդ լուրեր տարածելու համար։ Եվ ցավալին այն է, որ դարձյալ օգտվում են դրսինների, երբ որ ես ասում եմ դրսինների, դրանով չեմ վիրավորում մեր ժողովրդին, բայց փաստ է, որ դա հաճոյանում է եւ համոզում է այն ականջներին, որոնք ընդհանրապես տեղյակ չեն եկեղեցական կյանքին, կանոնադրությանը, եկեղեցու ավանդույթներին, նույն Սուրբ Մասունքների նվիրաբերման ավանդույթին